ժամանակներին, որ նայում ենք, իրոք այնպիսի ժամանակներ է, որ մարդու զբաղվածությունը չափազանց շատ է, շատ է, գալիս է ասենց ասած նրանից, որ բազմաթիվ նորանոր ասենց ասած հարցեր են առաջանում մարդու կյանքում, որ մարդը դրանցով պիտի զբաղվի։ Առաջներում եթե մարդիկ ինչ-որ բաներում բավարարված էին, հիմա ուրիշ բան է պահանջը, դա քիչ է, ասենք, պիտի ավելին լինի, ավելին անել եւ այլն։ Եվ մարդիկ շատ զբաղված են։ Այդ զբաղվածությունը նաեւ հոգեվորի կյանքում էլ անես չէ, որ հոգեվորները ընդհանրապես առօրյայից կտրված են, բայց Աստված մեզ օրհնի, որովհետեւ այդ զբաղվածությունը, ասենք ասած, մեզ չի արդարացնելու այն բանը, որ մենք այդ զբաղվածության պատճառով պիտի թերանանք Աստծո գործի, Աստծո կամքի մեջ։ Եվ ինչա վատը շատ հաճախ, որ մարդը իր զբաղված լինելը կամ իր հոգսերը, հարցերը, որոնց տրվում է, նվիրվում է ժամանակ շատ է տրամադրում, ասենք արդարացած է իրան տեսնում այդ բանի մեջ, կարևոր են, անհրաժեշտ են, պետք են, ոնց պիտի չարվի, չենք թողի մնա, այսպես էլի։ Եվ այդ կարևորությունը, անհրաժեշտությունը, չենք թողի մնայի, հետևում էլ սա է, որ խոսքով չի ասում, բայց փաստ է, որ թեկուզ հոգևորը մնա, թեկուզ հոգևոր հարցերում թերանա։ Իր կյանքից դա երևում է, էլի։ Ինքը զբաղվում է դրանցով, գործում է, նվիրվում է, անում է եւ իր հոգևոր կյանքի հաշվին։ Տիրոջը պաշտելու, Տիրոջը ծառայելու, աղոթքի, աստվածապաշտության, խոսք կարդալու, նվիրվելու, այդ հարցերի հաշվին է շատ ժամանակ այդպես անում։ Այսինքն, երբ որ այն ասում է կարևոր է, այս սրա մասին չի ասում, որ անկարևոր է, բայց իր գործով ապացուցում է, որ նրանից կարևոր չի հոգևորը, նա է առաջի տեղում կարևորը։ Հոգևոր բաները անցկացում, չէ, դասընթացները անցկացվում եւ շատերը մասնակցում են։ Ուսես մի բան նկատեցի, որ կարան հանգիստ ինչ որ պատճառով օրինակ բաց թողեն դասը կամ կարա մի հատ հեռախոսի զանգ կա այդ բան, որ թեման գնում է, բացատրվում է, ներկայացվում է։ Հա։ Եվ մարդը այդ զանգով ժամերով խոսա։ Երկար խոսա։ Թեկուզ եկել են ժամանակ են տրամադրել, բայց երևում է իր այն լրջությունը չեն հասկանում, այդ ժամանակների կարևորությունն ու լրջությունը ու այդ կատարվող գործի կարևորությունն ու լրջությունը իրենց կյանքում։ Ստիպված ասենք շատ խիստ եմ դրել ինչ-որ բաներ, որ ծայրեղ իրավիճակներ եթե լինի, ինչ-որ բաներ, որ պետք է, բայց մարդը կարա մի հատ թեթև բանից խնկող բերի, ես այսօր չեմ գալիս։ Իմ պարապողներին է նման, ես որ պարապում եմ երեխեքի հետ, առաջ զանգում են չեմ կարող գալ։ Հələ մեր ասում են լավ մի արի, եթե բանա, բայց հետո սկսեցի խիստ դնել, ասել որ ասեմ կարևորությունը, որ դուք ինչի համար եք սովորում, ինչի պիտի հասնեք, դա պատճառը, որ դուք շատ բաներից պետք է ձեզ զրկեք, եսի առաջի տեղում դնեք։ Բայց նայում ես, նորից եմ ասում, հենց այդ լուրջ բանի մեջ հոգևոր կրթության հարցում, որ այսօր մեջ շատ կարևոր է, հաց ու ջրի պես մի բան է դա։ Այսօր օտար վարդապետությունները, այդ Աստծո Տիրոջ հասած զորավոր մոլորությունները մարդկանց տաներ է քանդում։ Այդ աշխատանքը կատարում է, որ այդ մարդու տունը չքանդվի, կառուցված մնա, հաստատուն մնա, երբ որ այդ փոթորիկները խփեն։ Բայց հանգիստ կարան թողեն, հանգիստ կարան ինչ-որ ժամանակ չլսեն, որովհետև մի հատ զանգ է եկել կարևոր եւ այլն։ Այսպես ասեմ։ Ինչ եմ ուզում ասեմ, այո, շատ ժամանակ մեր կամ հավաքույթի չգալը, ինչ որ հոգևոր բաներ, որ կարևոր է, ասենք, կազմակերպվում է դրան չմասնակցել է եւ այլն, որովհետեւ մի հատ պատճառ կա։ Լավ այդ պատճառը աստու բան արա, եթե կարող ես այդ պատճառը ոնց որ ասած վերցրու, մերժի, թող ինչ որ չէ, կարևոր է, ոնց կլինի չլինի։ Այսինքն այն ավելի կարևոր է, քան էսի։ Ես չեմ ասում ընդհանրապես հնարավոր չի տենց առիթներ առաջանալ, չէ, դու գիտեք դրա մասին, ասեք ծայրեղություն չենք ասում, բայց մարդը էդի վերցնում է օգտվում է, սկսում է ծայրեղություններ իր համար անել հենց։ Եվ հետաքրքիր է, մի հատված կուզեմ կարդամ ձեզ համար։ Աստված օրհնի մեզ, որպեսզի մենք ուշադիր լինենք, արթուն գտնվենք։
որ տեսնում ենք ժամերը, ժամանակները, ինչը կարդալ է, հիշեցնեմ ես, վերջի հայտնությունները, որ Տերը տալիս է եկեղեցուն, հիմնականում որ ուշադրություն դարձրացել եք, այս խոսքը կար, ժամանակը մոտ է, ժամանակը կարճ է, այս վերջի հայտնության մեջ ամենավերջինը, որ խոսվեց, ներկայացվեց ձեզ, ոնց էր ժամանակի համար ասում, կարող է հիշեք, այս կարճ օրերի մեջ, կարճ օրի գնացեք լսեք կտեսնեք, էլ ժամանակ չի ասում, օրեր է ասում, օրերի մեջ, այսինքն այս մենք պետք է գիտակցենք, հասկանանք Տիրոջ տված ողորմությունը, հնարավորությունը այդ օրերը եւ այդ օրերի մեջ Տիրոջ գործը, որ այդ օրերը օգտագործում է, որպեսզի իր նպատակին մեր կյանքում հասցնի, սրբի, մաքրի, զորացնի, մենք պետք է դա բռնենք, если ձեռներիցս գնաց, ելեսի չենք գտնելու, դուք այդ բանն էլ գիտեք, առակն էլ Տերը հատուկ խոսացել է այդ նպատակով, Սուրբ Գիրքը հստակ ասում է, ժողովող 3-րդ գլխում է ասում կարծեմ, որ ամեն ինչի ժամանակը կա, չէ, հիշում եք։ 3-րդ գլուխ 1-8 խոսքերում։ Այսինքն այնպես չի, որ դες գիտենք մեր կյանքի մեջ, որ ապրում ենք, հա լավ, հաստատ գիտենք, բաներ կա, որ մենք հիմա կարող ենք անել, մի ամիս հետո չենք կարող անենք, չենք կարող անենք։ Կամ 5 ամիս հետո չենք կարող անենք։ Ծառը տնկելու ժամանակ ունի, այդ ժամանակը տնկեց իր անցավ չես կարող տնկես, չի կպնում այդ ծառը։ Այդ է իր ժամանակը։ Բերքա հիմա հավաքեցիր, մի ամաս ուշացրեցիր, կետաս կտենաս, որ ասում են յաղմա է ելել, լրիվ թափետակը, փչացել է։ Շատ բաներ կա, որ իրոք Տերը դրել է ժամանակի մեջ, իր լավագույն ժամանակի մեջ, անգամ ապաշխարության համար լավագույն ժամանակը Աստված մեր համար սահմանել, այդ լավագույն ժամանակի մեջ կարողացել, չէ, չկարողանաս, հիմա է ասում, չէ, բան, ընդունելի ժամանակ ասում, չէ, լսեցի քեզ։ Նմանապես շատ հարցեր կա, հենց Տիրոջ գալուստի պատրաստությունը, որ մենք Տիրոջ առաջին պիտի կանգնենք, որ մենք մինչև այդ դժվարություններով պիտի անցնենք։ Այս ժամանակները թանկ ժամանակներ են, շատ թանկ, որ ասում է կարճ օրերի մեջ, նշանակում է այնքան քիչ է, որ այդ օրերը պետք է դու լուրջ օգտագործես, նորմալ օգտագործես։ Որտեղ ասում է կարճ օրերի մեջ սենց խրատի հանդիմանի, եթե ոչ պետք է կկորչեն շատ իրենց անօգնության պատճառով։ Բայց մենք այս կարճ օրերի մեջ շատ լուրջ, սենց չակերտավոր լուրջ հարցերով ենք զբաղված, եւ այն Աստծո լուրջ հարցերը հանգիստ կարողանում ենք անտեսել, կիսատ պռատ, բայց սենց է, բան հենց է։ Գուցե մի հատ էլ որ հանդիմանող լինի, սկսեն մունատ գալ։ Բա ինչ անենք, այս գործեր կան, այս գործեր կա, թողենք մնա։ Եվ հիշեցնեմ մի հատված Սուրբ Գրքից Ղուկաս ավետարան 10-րդ գլուխ 38-ից 42-ը վերնագիրը այս հատվածից եմ ես վերցրել, որ մեկ բան է պետք քեզ։ Եվ ասում է, եւ եղավ, որ նրան գնալիս ինքն էլ մի գյուղ մտավ եւ մի կին անունը Մարթա ընդունեց նրան իր տունը։ Եվ նա մի քույր ուներ անունը Մարիամ։ Եվ սա Հիսուսի ոտների մոտ նստեց եւ լսում էր նրա խոսքերը։ Մարթան էլ ծառայության համար շատ զբաղմունքի մեջ էր։ Եվ եկավ կանգնեց ու ասեց. «Տեր, հոգը չէ, որ քույրս ինձ մենակ թողեց ծառայելու։ Ուրեմն ասիր դրան, որ օգնե ինձ»։ Հիսուսը պատասխանեց ու ասեց նրան. «Մարթա, Մարթա, դու հոգ ես քաշում եւ շատ բաներով զբաղված ես, բայց մեկ բան է պետք։ Մարիամը բարի բաժին ընտրեց, որ վեր չի առնվի նրանից»։ Այ թե Տիրոջ պատասխանը Մարթան մի բան է Տիրոջ է, այնց ոնց որ մունաթներ էլի։ Հոգը չէ, այդ բառը հետ չնայած սուրիկան չի, որ կարդում վեճը չի, չես մտածում, Տիրոջն է ասում, որ մարդ ինձ թողել է այս գործերի մեջ, եկել է նստել է քո մոտ խոսք է լսում։ Փոխանակ ասես գնա օգնի քրոջդ։ Սենց էր մտածում, բայց Տերը ինչ ասեց։ Ասես դու շատ բաներ ես հոգսանում, շատ բաներով զբաղված ես եւ դու հոգս ես քաշում ու շատ բաներով զբաղված ես։ Շատերիս վիճակը նման է այդ Մարիամին։ Լիքը բաներով զբաղված ենք։ Շատ բաներով զբաղված ենք։ Բայց քեզ մեկ բան է պետք։ Տես, ինչքան շատ բաներով ես, չես զբաղված,
բայց քեզ մեկ բան է պետք։ Այն բարի բաժինը, որ Մարիամը վերցրեց, ասում է, չէ, այդ բարի բաժինն է քեզ պետք։ Էսա։ Ուշադրություն դարձրեք։ Ընդհանրապես այնց արդեն Քրիստոսին եկած մարդու համար առավել եւս էսի պիտի ոնց որ ասած կարևորված լինի եւ մենք եթե ընդունել ենք Քրիստոսին, մենք ամեն ինչ ասում ձեր հոգին էլ, շունչն էլ, մարմինն էլ ումնա Տիրոջն է։ Ամեն ինչը Տիրոջն է։ Մեր ստացած կյանքը Տիրոջն է։ Երկրորդ Կորինթացիների թղթից ես վերջերս ես կարդացի, որ ասում էր, եթե մեկը մեռավ բոլորի տեղը, ուրեմն ամենքս մեռած ենք, այսինքն կյանք չունենք։ Եվ մեռավ, որպեսզի մենք կենդանի լինողներս ապրենք նրա համար, ով մեր տեղ ինչ է լավ, մեռավ նրա համար։ Այսինքն մեր կյանքը Տիրոջ նվերն է, որ ստացել ենք, այդ կյանքը Տիրոջը պիտի ծառայի։ Ասում սա իրավունք է, սա արդարացի է, սա ճիշտ է։ Այսինքն մեր ամբողջ կյանքն ու ժամանակն է Տիրոջը, որ ուզում եք իմանալ։ Ամբողջը։ Ոչ թե մենք պիտի մտածենք ինչ ժամանակ տանք Տիրոջը, քո ամբողջ կյանքն է, իմ ամբողջ կյանքն է Տիրոջը։ Ես այս կյանքը ստացել եմ Տիրոջից։ Արժանա, որ ասում է այդ կենդանի լինողներ, այսինքն կյանք ստացածները, որ կյանք են ստացել, հիմա կարողանում են ապրեն ում համար, նրա համար, ով իրենց տեղը իրենց համար մեռավ։ Եվ ուղղակի էսա հարցը, մեկ էլ մյուս բանը գուցե մեկը կասի ոնց կլինի, բա ես հազար հարցեր ունեմ, իմ ընտանիքից ժամանակ պիտի տամ օրինակի համար, իմ հարևանից, բարեկամից, եթե Տերը ասում է տուր, եթե Տերը ասեր մի տուր, պետք է չտայր։ Կարող մեկը ծայրահեղ տեսնի, բայց Տերը ասում է տուր, գիտեք, ծնողի տել, ընտանիքից տել, երեխուդ տել, տալիս է։ Նորից կանգառնեմ սրա վրա, ասում է, քեզ մի բան է պետք, մեկ բան։ Շատ բաներով ես զբաղված, լիքը բաներ կան։ Հոգս ես քաշում, վազում ես, աշխատում ես, ժամանակ ես տրամադրում, այս մեկ բան է պետք քեզ։ Մեզ մեկ բան է պետք, Ջորջ ջան, հեսա երկինք ենք ուզում եթանք։ Ուզում եմ ասեմ, որտեղ ոմանք կարող է չգիտեմ, Աստված հաջողի բոլորը գնան։ Այս երկինքի ճանապարհորդներն ենք մենք։ Դե ասում է բարի բաժինն է պետք, որ ինչա, որ չի վերցվի։ Այսինքն դա հավիտենական արդյունք կապահովի։ Մնացածն էլ ինչ որ պիտի անես, Սուրբ Գիրքը քեզ ասում է անի, շատ բաներ կա ասում է արա։ Եթե ասում է ծնողիդ հարգի, ուրեմն ժամանակ պետք է տրամադրես, միջոց պետք է տրամադրես, այդ միջոցը պետք է ունենաս, որ ծնողիդ այդ հարգանքի գործ իրականացնես, երեխուդ համար, ասում է Տերը շատ բաներ, որպես Տիրոջ ծառայություն։ Այդպես է, բայց ու Տիրոջ խոսքը տարբեր տեղերում նենց է Տերը ցույց է տալիս, որ այո, Տերը այդ ուրիշի բաժինը ասել է տուր, ու ինքը չի ուզում պահանջի, որ ասենք մի տուր։ Հիշում եք տեղ կար Մարկոսի 3-րդ գլխում ասում է պետք է այնտեղ արդեն ժամանակի հարցը չէր, այլ մի նյութական միջոց տալ ասում է Տիրոջ խոսքը ասում է այսպիսի օրենք կար, չէ՞, ծնողին պատվելու մասին։ Պատվիր քո հորն ու մորը, չէ՞, որ քո կյանքը երկար լինի երկիրը։ Այդ պատվելը նյութական նաև միջոցներ նրա կարիքները հոգնելն է ձեռից եկածի չափով։ Ասում բայց դուք ասում եք, եթե այդ բաժինը, որ ծնողին պիտի տակ, տալիս ես Աստծուն, կուրբան, նվեր, ասենց ասած, Աստծուն նվեր ես անում, այլ ծնողիդ չես անում, ասում դու ազատ ես ծնողիդ բանը, այդ պատիվ տալու գործից, օգնելու գործից, այսինքն Աստված կընդունի քո ձեռքից։ Այստեղ ասած կեղծավորներ, չէ՞ իրանց։ Հույրեր ասես տեղ կա, այո, ու իրանք ոնց ասած էսեր, քո ծնողինը տուր, իմս ինձ տուր։ Բայց ամբողջ հարցը մարդը գիտեք ինչ անում, Աստծունը վերցնում է տալիս է ծնողին, երեխուն, իր հոգսերին, իր գործերին, լիքը տեղ, լիքը հարցերում։ Մի բան մնացորդից, կանեմ, չմնաց չէ, այսօր չի լինի, եկուս չի լինի, ես շատ զբաղված եմ և այլը, չեմ անի։ Իսկն դարավ Տիրոջ բաժինը, Տերը որ ասում էր իմ բաժնից, իմ կյանքը իմն է, բայց ես որոշել եմ, որպես դրանից ժամանակ ու ասած միջոց հատկացնես այս մարդկանց, հիմա հակառակն է կատարել։ Տերն է ոնց որ ասած դարել, ինչ ասած,
մնացորդ բաժնի հետ կապված կմնա կտամ, չի մնա չեմ տա, ամբողջն է Տիրոջ։ Եվ նորից եմ ասում 10 կույսերի առաքը մեր համար շատ լավ օրինակ է դրված, որ Մատթեոս 25-րդ գլխում ներկայացնում է Տերը, որ այս ժամանակները ընդհանրապես ամեն ժամանակ իր կարևորությունը հատկապես այս Տիրոջ գալուստից առաջվա ժամանակի համար է խոսում։ 10 կույս իրենց փեսայի համար իրենց կույս պահած եւ սպասող իրենց փեսային։ 5-ը իմաստուն, 5-ը հիմար։ Եվ այն ժամանակը, որ հնարավոր էր այդ Տիրոջ իրենց փեսային դիմավորելու համար պատրաստված լինելու համար այդ ժամանակը օգտագործեին, 5-ը օգտագործեցին, 5-ը թողեցին մնաց։ Ես չգիտեմ ինչ էին անում։ Ամենայնպես չօգտագործվեց, ոնց որ Տիրոջ կամքն էր։ Հետո ասում է, երբ որ փեսան եկավ, ովքեր որ այտենց է գրված, եթե հիշեք, բառը, ովքեր որ պատրաստ էին, մտան Տիրոջ, ասենք, ներկայությունը, փեսայի հետ։ Այնանք, ովքեր պատրաստ չէին, գնացին, ուզեցին զբաղվել, խառնվան իրար, ժամանակ չտրվեց։ Այն ժամանակի, այդ ժամանակի մեջ էլ ուրիշ, ոնց որ ասեցի, տարբեր ժամանակներում տարբեր գործողություն կարաս անես, չես կարա բոլոր ժամանակներում նույն բանը անես։ Էլ չեղավ հնարավորություն։ Ուրեմն թող Աստված օրհնի, եւ այս մունաթի նման ես հանդիպել եմ, մարդուն ասում ես, ես օրինակ սենց վարվում էլի, դեն մեզ գիտեմ մենք կորել ես չկաս, գիշեր ցերեկ նվիրված ես գործերի դեսյան, մարդկար նորմալ գալիս էր հավաքույթների, ամուսնացած ազատ է պես տենում, ընտանիքին է նվիրվել, յանում թե։ Մեկ էլ նենց է խոսում, որ այդ մունատ կան, բայց գործը, բայն գործը, բայց վարկը, բայն պարտքը, մեկ աղասեք վարկ պարկ ունեցող էլ կան։ Գայս է ժամանակ ոնց անենք, ժամանակի նախ լսեիր, քեզ այդ կախվածության մեջ չգցեիր, ինչ որ խրատել են այդ ուղղությամբ։ Մարդիկան անարգած ունեն, էլի ոնց ասած իրանց ուզածը անում են, իրանք գիտեն, իրանց են իրանց չարիքի մեջ գցելու։ Իսկ լուրջ հարցերա դրվելու մեր առջև հենց այդ կապանքները չեն թույլ տալու, որ մենք կարողանանք կամ էլ, չգիտեմ, ինչ զորություն պետք է ունենանք, որ ասենք դե ինչը լմա լինի, անտուն մնամ, անես ինչ զրկված եմ։ Բայց խի, ամենայն դեպս լավ, ես մարդային նման ոնց որ քեզ քո վրա մունատ կան ասեն, ինչը հոգդ ոնց որ հոգդ չի, որ օրինակ իմ էս խնդիրը մնաց, այն խնդիրը մնաց, այս հարցն եմ լուծում, այն հարցով եմ զբաղված, հոգդ չի ինչա։ Վեճը չի ուրեմն, պետք է թողեմ այդ ամեն ինչը, հենց ասում են մարդիկ։ Դու գիտեք։ Այստեղ ասում են շատ բաներով է զբաղված, քեզ մեկ բան է պետք։ Այդ բարի բաժինն է, այսինքն քո կենտրոնական գլխավոր բանը, որի հետ կապված ոնց որ ասած համար առաջին է դրված, մնացածը թող թերել լինի, պակաս լինի, կիսատ պռատ լինի, բայց դա կարևոր է։ Հավիտենական բաժինը, որ քեզանից չի վերառնվի, այսինքն մնացածը իրոք գիտենք էլ, այնց հավատացյալ մարդկանց հետ եմ խոսում, էլի ոչ թե մարդկանց հետ եմ խոսում, որ չգիտեն Տիրոջ խոսք կամ չեն ընդունել Տիրոջը։ Գիտենք, այդ ամեն ինչը շատ բաներ ուղղակի ջուրն են էթալու։ Այդ աշխատանքն էլ չի հիշվելու, մի արդյունք չի բերելու։ Հովհաննես 6-րդ գլխում նկարագրված է մարդկանց, որոնց մարդիկ, որոնք երբ որ հացը կերան կշտացան, մյուս օրը ծովից ծով անցան էս կողմ, անցան այն կողմ, Տիրոջը մանեն գալան, որ գտնեն, տենելը իմացավ ինչի հիմար։ Դուք այդքան չարչարում աշխատում եք, ձեր նպատակը էս է, որ հաց ուտեք, որտեվ կերակշտացաք, տեսակ կարակ այսօր էլ եք ուզում։ Բայց դες ոնց որ էս ասեց, ոնց որ դե նորից նույն բնույթի խոսք։ Այն աշխատեք այն կերակուրի համար, որ հավիտյան կմնա, էսի կորչող կերակուրը, որ մարդու որդին կտա ձեզ, որտեվ Աստված հայրը կնքեց նրան, այսինքն այդ կերակուրը տվողը Աստված հայրը կնքել է, որ որդին տա։ Եվ այդ կերակուրը որդին է տալիս։ Եվ իրանք հարցեցին, ինչ բաներ, հավատք չէ, ասեց, որ հավատակ Աստծո ուղարկածին, ընդունեք, նազանվենք, նրա հետ կապված աշխատանք լինի, այդ հավատքի աշխատանք։ Մնացածը
ասես կորչող կերակուր։ Հենց մեր համար պիտի այս վերնագիրը պիտի լինի մեր կյանքի համար կարևոր մի հատ ոնց որ առաջնորդություն, նշանակետ։ Քեզ մի բան է պետք, ամենակարևորը։ Մնացածը ստորադասվելու է, անպայման։ Բայց էսա որ այո, Տիրոջ խոսքը մեզ սա ներկայացնում է, որպեսզի մենք ժամանակի մեջ միտք առնենք։ Անկամ գիտեք ոնց է հնարավոր է մարդան զբաղված էր, ես ասում հնարավոր է։ Ուղղակի ոչ թե գնացել էր բոստաններ փորում կամ ես չգիտեմ ինչ-որ բան, գուցե բան էր, պատրաստություն էր տենում Տիրոջ համար, հյուրասիրության համար գուցե։ Բայց Տեր ասում էր թող արի նստի լսի։ Բան եղավ, հիշում եք, Գործք առաքելոցում նկարագրված է մի դեպք, որ առաքյալները ասում եմ մարդիկ բերում էին իրենց ունեցածից դնում էին առաքյալների ոտքերի տակ, առաքյալները վերցնում էին կարիքավորներին ինչ են անում, բաժանում էին։ Հետո եկավ մի պահ իրանք ինչ-որտեղ թերացան, որովհետև ասում է այդ հունախոսների միջից, հելենախոսներից բողոք էլա, որ մեր որբևայրիները անտեսում են, նրանց չի ասնում այդ օգնությունը, առաքյալները կանչին ասին, եկեք դուք էլի արեք այդ գործը։ Մենք եթե հիշում եք ինչին տրվենք, մեր աղոթքի եւ Աստծո խոսքին։ Անկամ երբ որ այդ բեռը դրվեց իրանց վրա, իրանք թերած, ոնց որ ասած, համ իրանց գործի մեջ թերացան, հաստատ աղոթքի ու Աստծո խոսքի մեջ այն ժամանակը չէին տրամադրելու եկեղեցուն այդ ծառայությունը կատարելու, որ այդ բեռը կա իրանց վրա։ Բաներ կա, ժողովուրդ ջան, այո, այս համար կարևոր է, շատ կարևոր է, որպեսզի մենք հենց առաջի տեղում Տիրոջը լսելը, հնազանդվելը, այդ հարցերով լինեն, եւ անգամ գործեր կան, ծառայություններ էլ կան, որ կարող է մարդը ուղղակի ոնց որ ասած ոչ թե էդի համար առաջին դարձնա, այլ Տիրոջ խոսքը, Տիրոջ ասենք աղոթքը եւ այլ եւ այլ։ Հետաքրքիր է օրինակ Սուրբ Գրքում ներկայացնում է Տիրոջ կյանքը։ Իր այն պահից, որ ինքը կանչվեց, սկսեց գործել, հիմնականում այդ ժամանակահատվածից նկարագրված է Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը։ Ինքը ապրում էր Աստծո համար։ Այս գյուղեն, տեղը գնում էր ավետարան, չէ՞ խորսար, պատրաստում էր իր աշակերտների եւ այլը։ Բայց ինքը երբեք օրինակ այդ ծառայության պատճառով չէր պակասցնում Տիրոջ հետ անմիջապես հոր հետ կապված բաժին ու հաղորդակցությունը, դա էլ էր Տիրոջ ծառայությունը, որտեղ ինքը իր ցանկությունը չէր կատարում, այլ իր ուղարկած հոր կամքը։ Բայց առավոտյան աղոթք ասում է, առավոտ կանու խելավի, չէ, աղոթք արեց, երեկոյան բարձրացած սարը աղոթք արեց, հետո որ երբ որ ինքը բան էլավ հարություն առավ, հիշում եք այդ պատմությունը ներկայացել ենք Հովհաննես 20-րդ գլխում, Մարիամ իրան մոտեցավ, որ ոնց որ ասած գրկա խառնվի, ուրախացավ, բան ասեց, ինձ մի դիպչիր։ Ես դեռ չեմ գնացել իմ հոր մոտ, ձեր հոր մոտ, չէ, այսինքն ինքը ոնց որ ասած, ես դեռ ձեր ժամանակ չունեմ ձեզ տալու, նախ իմ հորը պետք է ժամանակ տամ։ Նախ ես պիտի ոնց որ որպես ուղարկված, որտեղ ուղարկվել էր հատուկ ծրագրով, մեսիան էր ինքը, միսիա, ծրագիր, առաքելություն ուներ, փրկության գործը պիտի կատարեր։ Հիմա որ կատարել է, ինքը պիտի ներկայանար հոր առաջին, հաշիվ տալու։ Եվ խոսել ենք սրա մասին, ինքը հաշիվ տվեց եւ ինքը իր գործը քննվեց, իր արածը քննվեց, ացյանով ինքը անցավ եւ դրանից հետո ոնց որ ասած նա խոսեց այս ճշմարտությունը, որ կա հիմա էլ։ Ամեն իշխանություն ինձ տրվեցավ թե երկնքում եւ թե երկրի վրա։ Այսինքն իրանից չասեց, ինձ տրվեցավ։ Այսինքն երբ որ այդ հոր մոտ լինել, հորը ներկայանալը, հոր հաշվետու լինելը, բերեց ոնց որ դրա արդյունքում այդ բանը իրան տրվեց, ամեն իշխանություն ունենալը։ Բայց այս է հարցը, որ ոնց որ ես ասել, հա, ձեզ ժամանակ կունենամ տալու, բայց նախ իմ հորս պետք է տամ։ Հարցեր կա, որ մենք պետք է անգամ հոգևոր բաների մեջ տեղ կա, որ պետք է ոնց որ կարևորությունն, առաջնահերթությունը տեսնենք։ Այդպես է։ Եվ մեր եկեղեցու կյանքում էր, որ ժողովրդի հետ գործ ենք ունենում, տեսել ենք այս մարդային նման վիճակներ մարդկանց մեջ, այսինքն գիտեք, նեղվող քեզանից, բողոքող, տրտնջացող ինչ որտեղ, չգիտեմ,
մարդ կա օրինակ թողում էր գնում էր Ռուսաստանները տարիով դաժե երեխեքը մեծանում են իր հերեսը չի ընտենամ բանով այդ ինտերնետ կապով թե խոսար բանաներ այդ էր հանդիմանում էր եղբայրը Վիլազ ախպերը նեղվում էր բա ինչ անեմ բա ուրիշ բանի համար ոչ եմ արել իմ երեխեքից պիտի պահեմ պետք է երեխեքից մեծացնեմ կինն էր որ ըստեղ էր մեր անդամներ էլի նույն խելքին էր հիմա երկե մի հատ մեր մեջ չեն իրանք նույն ձև Բայց ինչ ստացավ, ինչ եղավ, գնաց ընկավ, ես իմ ինչ վարդապետությունների, քարոզների, ես իմ ինչերի մեջ եւ այլը, իրեն հոգեվոր վիճակն էլ կորցրեց, ավիրվավ, այլ եկեղեցու մեջ չէ, ոչ են։ Մարդկա զանգել եմ անգամ հատուկ ասել եմ, այսօր Կիրակի է, խիչ ես եկեք բանի հավաքույթի։ Գիտեմ էլի աշխատում է։ Գիտեմ աշխատում է, հենց այնպես չեմ զանգել։ Դե ախպեր սենց այս ձև հանդիմանես չհանդիմանես ես հանդիմանել եմ Արսեն ախպերը հանդիմանել է մեկը ինքը մենակ գալիս է որ կարա բոլոր ժողովներին մասնակցի Կիրակնորյա եղբայրականի վсё այլ ուրիշ ժողով չունի այդ մարդը չունի ինքը ժողով ժամանակ չունի Աստծուն տալու իր պատրաստության համար իր համար գլխավոր հարցեր է լուծում վсё անգամ ասելուց հետո ինքը գիտի Ինչ օգուտ անգամ մեկը կարող ասի ես աշխարհը շահելու գործ չեմ անում, բայց սուր գիրքը ավելի բան է ասում։ Մենակ քո հոգսը, չէ, եթե անգամ գործ անես, որ աշխարհ շահես։ Ինչ օգուտ որ աշխարհը շահես, բայց ինչ քո անձը կորցնես։ Քո անձի տեղը ինչ փրկան կտաս։ Նորից ես վերադառնամ այդ բանին մտքին քեզ մեկ բան է պետք։ Շատ հոգսերով ենք զբաղված, բայց քեզ մեկ բան է պետք։ Այդ մի բանը պետք է գլխավորը, կարևորը ամենամեծը լինի։ Մնացածը կլինեն, չլինեն, ոնց որ ասած, դա էական չի դառնում, այդ մեկ բանն է կարևոր դառնում։ Հարցը այն չի, մնացած բաները ոչ մի բան մի արա, չէ։ Բայց կարող է շատ բաներ չանես այդ մի բանի պատճառով հենց, որտեղ այդ բանը կարևոր է, գլխավոր է։ Եվ երբ ասած ես թղթում, սա կարդամ ու աղոթք անենք։ Հիշում եք, արտնայեցեք, թե ինչպիսի զգուշությամբ վարվենք, 5-րդ գլուխ 15-րդ խոսք։ Ոչ թե ինչպես անխելքներ, այլ իմաստուններ։ Տենանք այդ իմաստությունը որն է, անխելքությունը որն է։ Գնեցեք ժամանակը, որ օրերը չարեն։ Այս իմաստությունն է։ Անխելք մարդը չի հասկանում ժամանակի կարևորությունը, քոռուփու չանում, հետո գրակ բան անում։ Շիվարաս կայնում է։ Սաղմոս 90-ում Մովսես ասում է, Տեր իմաստուն սիրտ դուր, որ իմ օրերը, ժամանակները կարողանամ քեզ համար հաշվեմ, որ իմ օրերը չանցնեն ափր-ծփր խոսող մարդու խոսքի պես։ Այսինքն շաղ ես տալում խոսքերդ։ Շաղ ես տալում քո օրերը։ Առանց հասկանալու ինչքան կարևոր օրեր են դրանք, հետո ձեռը չին գնի։ Եվ ստեղ ասում է այսը. նրա համար մի լինեք անմիտ, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը։ Եմի արփենագինով, որ նրանում անառակություն կա, այլ լցվեք հոգով։ Խոսելով ձեր մեր սաղմոսներով, օրհնողություններով, հոգևոր երգերով, երգեցեք եւ սաղմոսեցեք ձեր սրտերում Տիրոջը։ Ամեն ժամանակ, ամեն բանի համար գոհացեք Աստվածանից եւ Հորից է մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ինչ ներկայացրեց, որ ժամանակը չարեն, իմացեք Աստծո կամքը եւ այդ Աստծո կամքի մեջ գնալու, հաստատվելու, զորանալու համար անգամ գնեցեք ժամանակը։ Այսինքն ուրիշ բաներից վերցրեք, այդտեղ դրեք։ Թող ուրիշ բաները մի քիչ մնան։ Ոչինչ։ Բայց գիտես Աստծո կամքը, հասցրու Աստծո կամքը անես։ Հասցրու Աստծո կամքի մեջ հաստատվես։ Որտեվ չար ժամանակներ են։ Թերածար այդ ժամանակների չար լինելու պատճառով մի քո փոքր թերությունն էլ մեծ հետևանք թողնի քո կյանքի վրա, անգամ կյանքդ կորցնես, որտեղ չար ժամանակներ են։ Իմաստու կույսերը կույս էին, բայց կորցրեցին, հենց այդ իրենց, ասենց ասած, ապագան կորցրեցին, չասան իրաց նպատակին, չմտան իրաց փեսայի հետ ուրախության մեջ։ Ինչի համար ժամանակը սխալ օգտագործելու համար։ Եվ ստեղ խոսում է Սուրբ հոգով լցվեք, սաղմոս արեք, եւ մի բան ասում, ես նրա մասին եղել ասել եմ, ասում եմ մի արփենակ, հետաքրքիր է, կարող ձեր մոտ հարց առաջանա,
Չի ասում մի արփենակ գինով, որի մեջ անառակություն կա, այլ լցվեք հոգով ու սաղմոս ասեք, փառավորեք, գինին էլ է առաջնորդում, չէ, տանում, Սուրբ Հոգին էլ է տանում, sense կարելի ասել։ Բայց այդտեղ հենց գինու մասին է միայն խոսքը, կարծում եմ մենակ գինու հարցը չի։ Այն ամեն ինչ կարա քեզ տանի, առաջնորդի, քեզ ուղղորդի։ Քո հոգսերը են, շատ հոգսերը, շատ գործերը, շատ դարդոցավերը։ Եթե քեզ կարա նույն գինու նման առաջնորդի, ոնց որ մարդը գինով է հարբեցած, ուրիշ մարդիկ էլ իրենց հոգսերով են հարբեցած։ Այսինքն տարվում են։ Մի տենցել եք, այլ թող Սուրբ Հոգով լցվեք։